Քոչարյանների հետ կապված իրավապահների գործողություններին ինչ գնահատական կտաք։ Իմ գնահատականը եթե ինքը սխալ արել պիտի պատասխան տա, ոչ միայն Քոչարյանը, ես էլ, դուք էլ եւ ընդհանրապես։ Ձևը տենց է։ Իսկ դուք վստահում եք մեր իրավապահ համակարգին։ Ես չեմ վստահում։ Քաղաքականան ճիշտ ասած տենց չեմ կարող ասեմ, քաղաքական այնքան ընդամենը։ Ուղղակի հետևում ենք, որ փոքր երեխաների տերեն իրավունք չունեն նման ձևով մտնեն ներս, այդքան բան։ Շատ իրավաչափ է, վաղուց պետք է լիներ, սպասում ենք, տեսնենք ինչ կլինի։ Իսկ ձեր կարծիքով սա վարչապետի որոշումն է, թե իրավապահ համակարգի։ Ամբողջ հայ ժողովրդի։ Դրանք սաղ թշնամիներ են, ոտից գլուխ։ Այսօրվա ժամանակը թելադրում է այն գործողությունները, որը իշխանությունը իրականացնում է։ Հիմա իշխանություններին ավելի լավ է հայտնել ինչի ինչոց է, բայց եթե ընդհանուր ժողովրդի տրամադրությանը նայենք, ժողովուրդը սենց այդ ազգանվան դեմ բան է էլի, շատ լարված է, նեգատիվ է տրամադրված։ Եթե ունենք բանականություն եւ լոգիկա, կարծում եմ, որ նախընտրելի չէր անչափահաս հայ երեխաների առավել եւս անչափահաս երեխաների ներկայությամբ նման գործունեություն ծավալելը որպես հասարակ քաղաքացի, որպես հասարակ մարդ բանականություն ունեցող, այդպես եմ կարծում, այսքանը։ Ոչ մեկի հետ ինչ որ վատ բան որ կատարվում է իմ սրտին ոչ։ Ես կարծում եմ, որ տան անդամները ոչ մի բանի համար պիտի պատասխան չտան։ Եթե բան ունեն, թող չգիտեմ, ես այդպես եմ կարծում։ Տան անդամները պատասխանատու չեն։ Ես չգիտեմ, որ մտել են, չեն մտել, ես գաղափար չունեմ, իմ համար այդ բոլորին, այս նստածին էլ հետը պիտի հավաքեն ու մտցնեն մի հատ տեղ։ Բոլորին։ Ես կողոպուտը չեմ կարող, որակավորել, բայց որ մենք ունեցել ենք մարտի 1 հոկտեմբերի 27, դա բավարար էր, որ Քոչարյանը այսօր չմասնակցեր անգամ ընտրություններին ուշացումով, բայց հուսով եմ, որ յուրաքանչյուր հայ ազգի, այրան թափած են կաթիլի համար պետքա մեղավորները պատասխան տան։ Գիտեք ինչ, շատ սխալ է, պատժելու միջոց կա։ Եթե ինքը սխալ չի, առաջինը Նիկոլը ինքը իրան դատի, նոր երկրորդ միուցների, բոլորն էլ կյանքում սխալ գործում են։ Նախ Ծառուկյանի ձևի որ գետնով խփեց, Հովիկ Աբրամյանի տաղուն այդ ձևով արգամին խփեց գետին, խփել տվեց, ինքը ցույց է տալի բրոդի ինքը թակավորն է երկրի, ոչ, մեր ժողովուրդը հիմար է, այնքան հիմար է, որ նման տականքին ընտրեց, այդքան բան։ Գիտեք, ես բան չունեմ ասելու, էլի ասենք թալան եղել ամեջ լեզու գտնեիր, ինչ-որ մի մաս բերեիր, ինչ-որ կեզ նախորոք ասվեն, այսքան միլիարդ պետք է բերես, մուծես պետության բյուջե, բայց ինքը ոնց որ ասենք երկու ոտը դրել է մի կոշիկի մեջ, թե Մոսկվան իր պատժեր կենա, ինքը չի ուզում։ Անիրավական բաներ են անում։